Վանաձորի ուսանողական 5 հասցեի շենքի հետնամասի բարդիներից արդեն որերորդ բարդին է ընկնում ուժեղ քամու հետևանքով։ Բնակիչները վախեցած ու սարսափած են։ Դեպքը անցած տարվա մայիսին էր գրանցվել։ Ծառերի հետման աշխատանքները Վանաձորի համայնքապետարանը այս տարի սկսել է հենց ուսանողականից։ Գործընթացը կրում է պլանային բնույթ եւ ընդգրկում է քաղաքի տարբեր հատվածներ, հաշվի առնելով բնակիչների դիմումներն ու դենդրոլոգների ուսումնասիրությունները։ Քաղաքապետարանից են փոխանցում։ Ասում են, էտը սկսել են այն փողոցներից, որոնք պետք է հիմնանորոգվեն։ Դենդրոլոգները ուսումնասիրում են եւ նայում են, թե որ փողոցում, որ ծառերը, որ պուրակներում ինչ խնդիրներ ունեն եւ արդյոք կարիք ունեն էդի։ Դրանից հետո արդեն առաջնահերթությամբ փուլերի կատարվում է, այս դրությամբ ծառի ետեր կատարվում են ուսանողական փողոցում, քանի որ այդ փողոցը նաև հիմնանորոգվում է եւ հիմնանորոգումը սկսելուց առաջ նաև ծառերի խնամքներ կազմակերպելու, ինչպես նաև շատ դիմումներ ունեն քաղաքացիներից, որ արդեն բավական բարդիներ են եւ մի մասը չորացած է, վնասված ծուղեր կան, խորը էդ է իրականացվում, որպեսզի հետո ծառերը նաև քամու եւ այս գործընթացների ժամանակ, պրոցեսների ժամանակ չխանգարեն, ինչպես օրինակ շինարարությունն է։ Փողոցներին հարակից մայթեզրահատվածներում հետման ընթացքում հեռացվում են չորացած անառողջ ճյուղերը։ Աստղիկ Ավետիքյանի խոսքով այս պահին խորը հետման եւ հատման ենթակա ծառերի հստակ թվեր չկան, քանի որ որոշումները կայացվում են պարբերաբար կատարվող ուսումնասիրությունների արդյունքում։ Եվ քանի որ այս տարվա համար նախատեսված աշխատանքներն ավելացվել է նաեւ աշխատակիցների թիվը։ Ծառերի հատումը կատարվում է հատուկ կազմված հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, բոլոր նման դեպքերի արդիվ կազմում է արձանագրություն, կայացում է որոշում տվյալ հանձնաժողովի կողմից եւ այո ընթացքում ունենում ենք նաեւ հատման դեպքեր եւ հատում են ըստ անհրաժեշտության։ Այս պահին թիվ չեմ կարող նշել, թե ինչ ծառեր, որովհետեւ հանձնաժողովը պարբերաբար նիստեր է անում եւ գուցե այս առաջիկա նիստում չունենան նման հարց, հաջորդին մի քանի հատ ունենան։ Այդ պատճառով այս պահին թիվ նշել չեմ կարող, բայց ընթացիկ ունենում ենք, եթե անհրաժեշտ է, պարբերաբար կարող ենք նաև հաշվետվություն ներկայացնել։ Ինչ վերաբերում է բյուջեին, ապա հատուկ առանձնացված բյուջե չկա, քանի որ քաղաքային տնտեսության հողակի եւ կանաչապատման հողակի կողմից են կատարվում աշխատանքները։ Էտված ճյուղերն ու հատված ծառերը պահեստավորվում են եւ ըստ անհրաժեշտության բաշխվում վառելափայտի կարիք ունեցող մարդկանց։ Էտված հատված ծառերն էլ, էտված ճյուղերն էլ պահեստավորվում են եւ ըստ անհրաժեշտության էլի հանձնաժողովի որոշմամբ տրվում են անապահով ընտանիքներին, տնական ավանի բնակիչներին, ովքեր որ դրա կարիքը ունեն, միայնակ ծերերին, բոլոր այն մարդկանց, ովքեր ծնռան համար, տաքանալու համար օգտագործում են փայտ եւ դիմումներով նաեւ դիմում են մեզ, որպեսզի իրենց հնարավորության դեպքում տրամադրվեն։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։